Հիսուս ասաց նրանց. ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, մարդու որդին ինքն իրենից ոչինչ չի կարող անել, այլ անում է այն, ինչ տեսնում է, թե հայրը կատարում է, որովհետև ինչ որ հայրն է անում, նույնը նրա նման և որդին է գործում։ Քանի որ հայրը սիրում է որդուն և այն ամենը, ինչ ինքը անում է, ցույց է տալիս նրան, և նրան ցույց կտա սրանից շատ ավելի մեծ գործեր, որոնց վրա դուք կզարմանաք։ Որովհետև ինչպես որ հայրը հարություն է տալիս մեռելներին և կենդանացնում է, նույնպես և որդին կենդանացնում է ում կամենա։ Սակայն հայրը ոչ մեկին չի դատում, այլ ամեն դատաստան տվել է իր որդուն, որպեսզի ամենքը պատվեն որդուն, ինչպես որ պատվում են հորը, ով որդուն չի պատվում և հորը, նրան առաքողին։ Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, որ ով իմ խոսքը լսում է ու հավատում է նրան, ով ինձ առաքեց, ընդունում է հավիտենական կյանքը և չի դատապարտվում, այլ մահվանից կյանք անցավ։ Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, որ կգա ժամանակ և արդեն իսկ եկել է, երբ մեռելները կլսեն Աստծո որդու ձայնը և նրանք, որ կլսեն, կապրեն, որովհետև ինչպես հայրն իր մեջ կյանք ունի և կյանք է տալիս, նույնպես և որդուն տվեց ինքն իր մեջ կյանք ունենալ և տալ, և նրան իշխանություն տվեց դատաստան անելու, քանի որ մարդու որդի է, դրա վրա ինչու եք զարմանում, որովհետև կգա ժամանակ, երբ բոլոր նրանք, որ գերեզմաններում են, կլսեն նրա ձայնը և դուրս կգան, ովքեր բարի գործեր են արել կյանքի հարության համար, իսկ ովքեր չար գործեր են արել դատաստանի հարության համար։ Եվ ինքս ինձանից ոչինչ ասել չեմ կարող, այլ ինչպես լսում եմ հորից, դատում եմ, և իմ դատաստանը արդար է, որովհետև ոչ թե իմ կամքն եմ որոնում, այլ նրա կամքը, ով ինձ ուղարկեց։ Եվ Քրիստոս իր հարությամբ ողջ ավետարանի խոսքը և այն խոսք, որ հիմա ընթերցում էի, հաստատեց, ապացուցեց և կնքեց, որ իր խոսքը ճշմարիտ է, որ իր խոսքը անանց է, որ իր խոսքը հավիտենական է, որ իր խոսքը կենսատու և փրկարար է։ Քրիստոս ինքը խոսում է, ասում է. ես անում եմ այն, ինչ հայրը ինձ սովորեցրեց, ինչ իմ հորից տեսա, ինչ իմ հորից լսեցի։ Եվ այս նույն պատգամը ուղղված է մեզ, մենք էլ մեր կյանքում պիտի անենք այն, ինչ որ մենք տեսանք մեր Տեր Հիսուս Քրիստոսից, ինչ որ իրենից լսեցինք և ինչ որ ինքը մեզ ավանդեց։ Եվ ասում է, եկել եմ ձեզ կյանք տալու համար, որտև կյանքի աղբյուրը ես եմ, կյանքը իմ մեջ է, և ով որ ինձ հավատում է, մահվան մեջ չի մնա, այլ հավիտենական կյանք կունենա, ճշմարիտ կյանքի կփոխվի։ Այս խոսքը երկու իմաստով է, նաև այս հատվածում է երկու իմաստով, նախ մեր մասին է, որ անհավատության, անաստվածության, մեղքի մեռելությունից պիտի կյանքի գանք, պիտի դառնանք դեպի ճշմարիտ կյանքի։ Մեռած վիճակից կյանքի գանք, կարևոր է, բնականաբար, ոչ մի մարդ այս աշխարհի մեջ իրան մեռած չի համարում, բացի լուրջ հոգևոր մտածում և լուրջ հոգևոր ապրումներ ունեցող մարդկանցից։ Նարեկացին օրինակ ասում էր, մեռյալ եմ ես, բայց մենք մեզ չենք ասում, որ մենք մեռյալ ենք։ Ինչի, մեռյալ ասելով ի նկատի չունեն կենսաբանորեն մահը, ի նկատի ունեն
որ մարդը հոգևոր կյանքից հեռացած է։ Մարդը Աստծո ներկայության մեջ չի ապրում, մարդ Աստծով չի ապրում։ Եվ ասում է, որպեսզի մենք կենթանանանք, մենք պիտի լսենք Քրիստոսին եւ ապրենք իր պատգամներով։ Մենք պիտի մեր կյանքը շտկենք եւ ուղղենք։ Մենք պիտի գանք դեպի կյանքի աղբյուրը եւ ինքը դառնա մեր կյանքի առաջնորդը։ Մեր կյանքը ուղղողը, շտկողը եւ մեզ առաջնորդողը։ Մեր համար այլ նպատակներ, երազանքներ, տեսլական չպիտի լինի, քան այն, ինչ որ մեր Տեր Հիսուս Քրիստոս մեզ տվեց։ Ինչ տվեց։ Ասեց, ես եկա, որ դուք կյանք ունենաք եւ առավել եւս կյանք ունենաք, այսինքն ձեր կյանքը իմաստավորվի այս աշխարհի մեջ։ Ճշմարտապես իմաստավորվի։ Ոչ թե դուք կյանքի իմաստավորեք սին, փուչ, դատարկ բաներով, որի մասին մի օր պիտի ասենք ունայնություն ունայնության, այլ ճշմարտապես մեր կյանքը իմաստավորվի Աստծո ներկայությամբ մեր կյանքերի մեջ։ Սուրբ Հոգու առաջնորդությամբ մեր կյանքի իմաստավորվի։ Եվ առավել եւս, եւ այդ իմաստավորված կյանքով ապրելով այս աշխարհի մեջ ունենաք նաեւ հավիտենական կյանքը երկնքի արքայության մեջ, անանց կյանքը, այն արքայությունը, որ Աստված խոստացել է իրեն սիրողներին։ Այս մեկ, եւ երկրորդ ասում է, նրանք բոլորը, որ գերեզմաններում են գտնվում, պիտի լսեն մի օր Աստծո որդու գալստյան ձայնը եւ հարություն պիտի առնեն։ Ովքեր բարի ընթացք ունեցան, ովքեր այս աշխարհի մեջ կյանք ունեցան, մեռելությունից կյանքի փոխվեցին, գերեզմաններից հարություն պիտի առնեն հավիտենական կյանքի երկնքի արքայության համար։ Իսկ ովքեր չունեցան հարություն այս կյանքում, ովքեր ապրեցին փուչ, սին, դատարկ բաներով առանց Աստծո ապրեցին իրենց կյանքը, նրանք էլ հարություն պիտի առնեն, սակայն դատապարտության համար։ Այսօր 4-րդ կիրակին է հարության, Զատկից հաշված 4-րդ կիրակին է։ Եվ այսօրվա կիրակին նաև եկեղեցական հայրերն անվանել են Կարմիր կիրակի։ Կարմիրը նախ եւ առաջ խորհրդանշում է մեր Տեր Հիսուս Քրիստոսի կենսատու արյունը, որով ինքը մեզ կյանք տվեց, որով մաքրեց աշխարհը մեղքից եւ կյանքի կոչեց։ Առանց Քրիստոսի արյան չկա փրկություն։ Առանց Քրիստոսի հեղած արյամբ, այսինքն իր պատարակումով, իր արյան հեղումով աշխարհը կմնար մահվան մեջ։ Եսայի մարգարեն ասում է, ամեն մեղք արյունով է մաքրվում։ Առանց արյան հեղելու մեղքը չի մաքրվի։ Եվ դրա օրինակն էին հին ուխտի զոհաբերությունները, երբ կենդանիներ էին զոհաբերում մեղքերի համար։ Սա օրինակն էր այն մեծ զոհաբերության, այն մեծ պատարակի, որ պիտի կատարեր մեր Տեր Հիսուս Քրիստոս խաչի վրա։ Պիտի ինքն իրեն պատարակեր, զոհաբերեր մեր փրկության համար։ Ուրեմն նախ եւ առաջ կարմիրը Քրիստոսի արյունն է։ Նաև շնորհք պատրիարքը եւ էլի շատ ու շատ մեր հայրեր ասում են, որ կարմիրը խորհուրդն է պայքարի։ Այսինքն քրիստոնյայի կյանքը պիտի լինի պայքար։ Եվ դրա համար եկեղեցին երկու բաժիններ ունի։ Հաղթանակած եկեղեցի, այսինքն այն մասը, այն քրիստոնյաները, որոնք այս աշխարհի պայքարը ավարտեցին հաղթանակով եւ գնացին երկինք, սա կոչվում է հաղթանակած եկեղեցի եւ մարտնչող եկեղեցի կամ զինվորյալ եկեղեցի, այն եկեղեցին այն քրիստոնյաներն են, որոնք դեռ այս աշխարհի մեջ են եւ իրենք մարտ են մղում։ Մենք երբեմն քրիստոնյաներս սխալ պատկերացումներ ունենք։ Մենք կարծում ենք, որ մենք հավատացյալ ենք, մենք հավատում ենք Քրիստոսին, մենք մեր կյանքն ապրում ենք Քրիստոսի մեջ, պիտի այս աշխարհի մեջ վայելենք, չկա այդպիսի բան։ Վայելքը հանգիստ այս աշխարհի համար չի, վայելքը հանդերձյալի համար է։ Հանգիստը հանդերձյալումը, այս աշխարհը պայքարի տեղ է։ Այս աշխարհը պայքարի տեղ է եւ Պողոս առաքյալն ասում է արյուն թափելու չափ պիտի պայքարեք։
Այսինքն մինչև մահու դուռը գնալու պայքար է այս աշխարհը քրիստոնյայի համար եւ այդ պայքարով է որ դու պիտի մտնես հանգիստը եւ այդ պայքարով է որ պիտի հասնես խաղաղության եթե մենք այս աշխարհի մեջ ասում ենք ինչ լավ է հանդարտ խաղաղ ապրում ենք ուրեմն մենք լավ վիճակի մեջ չենք մենք ուրեմն շեղվել ենք փրկության ճանապարհից որտեղ փրկության ճանապարհը միայն պայքարով է եւ մեր Տեր Հիսուս Քրիստոսն էլ ասեց այս աշխարհի մեջ նեղություններ պիտի ունենաք չասեց չպիտի ունենաք այլ ասեց պիտի ունենաք բայց քաջալերվեցեք որովհետև ես հաղթեցի աշխարհին այսինքն կարմիրը նաև խորհուրդ է այս պայքարի խորհուրդը պայքարելու խորհուրդը պայքարելու փրկության համար սկզբից մինչև Հովհաննես Մկրտչի արարը քարոզվում էր երկնքի արքայությունը բայց հիմա ասում է հզորները պիտի մտնեն այն պիտի ձեռք բերեն այն հզորներ ասելով ի՞նչն են գտան որոնք պայքարեցին որոնք պայքար մղեցին պայքար մղելը մենք չհասկանանք անպայման ֆիզիկական կռիվ ամենամեծ պայքարը աղոթքի պայքարն է ամենամեծ պայքարը ներքին մեղքի դեմ պայքարն է ամենից դժվար բանը աղոթք անելն է եւ աղոթք անելու համար մարդը շատ ճիք ու ջանք պիտի գործադրի որտեվ ամեն ինչ աշխարհում այնպես է արված որ մարդը չաղոթի լիքը բաներ ինչ որ կա մեր կյանքում ամեն ինչ մեզ խանգարում աղոթելու եւ այս պայքարը որ մենք կարողանանք այդ ամեն ինչին ասենք ոչ մենք պիտի աղոթենք ոչ մենք պիտի սուրբ գիրք կարդանք ոչ մենք պիտի խորենք մեր փրկության մասին այլ ոչ թե սին բաների վրա կյանք եւ ժամանակ վատնենք որ շատ հաճախ անում ենք ցավոք սրտի Հիսուս որին Աստված հարություն տվեց ապականություն չտեսավ եղբայրներ թող ձեզ հայտնի լինի որ նրանով է ձեզ համար մեղքերի թողություն ավետարանվում եւ այն ամենից որոնցից չկարողացանք Մովսեսի օրենքով արդարանալ նրանով կարդարանա ով հավատում է նրան զգուշ կացեք գուցե ձեր գլխին գա այն ինչ ասված է մարգարեների գրքերում իսկ ինչ է ասված հետևյալը տեսեք արհամարողներ եւ զարմացեք ու չկվեցեք որովհետև ես ձեր օրերում մի գործ եմ կատարելու այնպիսի մի գործ որին չպիտի հավատաք եթե մեկը ձեզ պատմի այն առանց Քրիստոսի հավատքի չկա մեղքերի քավություն ու թողություն չկա փրկություն Այն մարդիկ որոնք ասում են ես իմ Աստվածն ունեմ ես իմ մեջ եմ հավատում ես սուտ բաներ է Քո Աստվածը քեզ չի փրկելու եթե քո Աստվածը պատարակված խաչի վրա Հիսուս Քրիստոսը չի Եթե քո Աստված պաշտությունը սուրբ պատարակը չի Քրիստոսի չես փրկվելու Եվ զգուշացնում ասում տեսեք արհամարողներ այսօր ինչքան շատ են արհամարողներ այս խորհրդի անարգողներ այս խորհրդի անպատվողներ այս խորհրդի անտեսողներ այս խորհրդի Պիտի զարմանաք օրը պիտի գա, ասում է։ Բոլորդ միմյանց հանդեպ խոնարհություն ունեցեք, քանի որ Աստված հակառակ է ամբարտավաններին, իսկ խոնարհներին տալիս է շնորհ։ Խոնարհվեցեք Աստծո հզոր ձեռքի տակ, որպեսզի ժամանակին նա ձեզ բարձրացնի։ Ձեր բոլոր հոգսերը նրա վրա գցեցեք, որովհետև նա է, որ հոգում է ձեր մասին։ Արթուն եղեք, հսկեցեք, քանի որ ձեր ոսոխը սատանան մռնչում է արյուծի պես, շրջում է եւ փնտրում, թե ում կուլ տա։ Դիմադրեցեք նրան, հաստատուն լինելով հավատքի մեջ։ Իմացեք, որ ձեր եղբայրներն էլ աշխարհում կրում են նույն չարչարանքները։ Եվ բոլոր շնորհիների Աստվածը, որ ձեզ կոչեց իր հավիտենական փառքին Հիսուս Քրիստոսի միջոցով, որին մի փոքր ժամանակ չարչարանակից պիտի լինենք, թող վերականգնի, զորացնի, հաստատա հիմն դարձնի ձեզ, նրան իշխանություն եւ փառք հավիտյանս ամեն։
Ուրեմն նորից հորդոր է մեզ պայքարելու եւ նորից ուզում եմ մի հատված էլ Պողոս առաքյալից ձեզ ընթերցել Եբրայեցիներին ուղված նամակից, որտեղ ասում է. Ուրեմն մենք, որ մեր շուրջ վկաների այսչափ բազմություն ունենք, դեն գցենք ամեն հպարտություն եւ ծանր մեղք, համբերատարությամբ ընթանանք դեպի մրցած պարես, որ բացված է մեր առաջ։ Նայենք Հիսուսին, հավատքի զորագլխին, այն կատարելագործողին, որն իր առջև դրված ուրախության համար հանձն առավ խաչը, արհամարեց ամոթը եւ նստեց Աստծո աթոռի աջ կողմում։ Ապա ուրեմն մտաբերեցեք Հիսուսին, որ այսպես համբերեց իր հանդեպ մեղավորների ունեցած հակառակությանը, որպեսզի չլինի թե հոգնեք ու հուսալքվեք։ Դուք որ կռվի մեջ դեռ արյուն թափելու չափ չհակառակվեցիք մեղքին, մոռացաք այն հորդորը, որ ուղված էր ձեզ իբրև որդիների, որդյակ իմ, Տիրոջ խրատը մի անարգիր եւ մի վհատվիր, երբ հանդիմանվես նրանից, քանի որ Տերը ում սիրում է, խրատում է եւ պատժում է ամեն մի որդու, որին ընդունում է։ Եթե խրատին համբերող եք, Աստված ձեզ կմոտենա իբրև որդիների։ Որն է այն որդին, որին հայրը չի խրատում, որովհետև եթե մնանք առանց խրատի, որին բոլորն են բաշնեկից, ապա խորթ ենք եւ ոչ թե հարազատ որդի։ Կարմիր կիրակի հիշենք, որ մեր կյանքը որպես քրիստոնյա պիտի լինի պայքար մեղքի դեմ, պայքար աշխարհի մեջ, պայքար գայթակղության դեմ, պայքար երկնքի արքայության համար։ Թող Աստված մեզ զորացնի այդ ընթացքի մեջ։ Հիշենք, որ Քրիստոս հաղթել է եւ այդ հաղթանակին մեծ բաժնեկից անում։ Ինչ ամնում։ Մենակ մենք միանանք իրան, միանանք իր բանակին եւ այդ բանակի զորագլուխը հաղթանակածը եւ այդ բանակի ընթացքը հաղթական ընթացքը ու մենք էլ կլնենք հաղթանակի մեջ։ Մենք էլ կհաղթանակենք։ Քրիստոս հարյավ իմերելոց, օրհնյալ է հարություն Քրիստոսի